Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը Ավելի հեշտ ու արագ կարող եք դիտել Վկանտակտեում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ մենք արդեն Վկանտակտեում ենք։ Ասա, Ռուբեն մամատ իրան լավ չի զգում ու չի թողնում, որ շտապ օգնություն զանգեմ։ դու իրան մի լսի զանգի։ Ռուբեն ինձ չի լսում։ Չի թողնում, որ զանգեմ շտապ օգնություն։ Նոնա, քեզ չի լսում ո՞րն է։ Ձեռները թո չի կապել, զանգի շտապ օգնություն մինչև գամ։ Դու ինքդ տեսար, որ իրան լավ չի զգում, չէ՞։ Ինչի տանից դուրս եկար։ Թողեր մի քիչ լավանալ, նոր դուրս գայիր։ Արի հիմա տոնայնությունը չքննարկենք, հա, դու զանգի շտապ օգնություն, ես գալիս եմ։ Գնա։ Ես գնամ էլի կգամ։ Մի արի։ Գնա ընտանիքիդ մոտեղի։ Ով մենք այդ արդեն քննարկել ենք, չէ։ Ես տանն էի, մաման վատ էր, պարկած էր։ Չէի կարող ուղղակի մոտիկանայի հարցերով խեղդեի, դրա համար առանց ոչ մի բան ասելու եկել եմ մոտդ։ Աստորեն իմ պատճառով ես մենակ թողել։ Ես էդի նկատի չունեի։ Ռուբեն այնքան վատ եմ հետ է խոսել։ Երևի սիրտը չի դիմացել։ Բարերս էլ կոկորտին է կանգնել։ Իսկ ինձ լավ ոչ մեկ չի իմանա այդ ինչը։ Դա վերջացրու, վերջացրու։ Ես ասում եմ, չեմ զղջում, բայց չէ էլ ուզի, որ սենց լիներ։ Լավ, ես գնամ էլի կգամ։ Ոնց է իրան զգում։ Մամ չի խոսում, ոչ մի բան չի ասում։ Պետք է շտապ օգնություն կանչենք։ Չէ, ես ուզում եմ մի քիչ հանգիստ բարգել, հանգիստ թողեկից։ Ես այդպես էլ չհասկացա ոնց եղավ, որ ինձ բաց թողեցին։ Սկսվեց նորից։ Աբուլ դու մի բան գիտես ու չես ասում։ Լավ, հիմա պարկի։ Դեղերի ջամն է։ Ես էլ մի բան կսարքեմ, որ ուտես դեղերդ խմես։ Արի չմոռանանք, որ դու դեռ բուժում ես անցնում։ Աբուլ թեման մի փոխի։ Ասա տեսնեմ ինչ գիտես։ Ոչ մի բան։ Կարող է Մարիանա մի բան արել դրա համար չես ասում։ Չէ, ես անգամ Մարիան կապ չունի, Ռուբենն է օգնել, ես էի խնդրել, չնայած որ ասեց ինքը զբաղվում էր քո հարցով։ Աբուլ ես հասկանում եմ, որ դու Ռուբենի հետ շատ լավ հարաբերությունների մեջ ես, բայց արի մի բան պայմանավորվենք, բայց նենց որ իրարից չնեղանանք։ Ես ուրախ եմ, որ դու իրար հետ շփվում ես, որ փորձում ես ձեր հարաբերությունները կարգավորել։ Վերջի վերջո պապատա։ Լավ, ասելիքդ ասա էլի, առանց մանրանալու։
Ես չեմ ուզում, որ իմ հետ կապված հարցերով դու իրան անհանգստացնես։ Մանավանդ այս պարագայում։ Ինչի ես միշտ ամեն ինչի մեջ վատը տենում։ Միշտ։ Ես ուղղակի սովոր եմ իմ հարցերը մենակ լուծել։ Այդքան բան։ Մի նեղացիավոր։ Չեմ նեղան։ Նորմալ է։ Հա, բալես, ես հասա արդեն։ Ինչ ա եղել, ոնց ես, մամ ջան։ Լավ եմ արդեն տղես, ճնշումս էլ մի քիչ բարձրացել, հիմա կանցնի։ Կարող է հիվանդանոց գնանք։ Հա, ինձ թվում է պետք է գնանք։ Նոնան արդեն դեղը տվել է, խմել եմ, հիմա կանցնի։ Չէ, հենց հիմա էլ գնում ենք հիվանդանոց։ Ռուբեն ջան, ինձ չգիտես, ես որ ասում եմ, ուրեմն մի բան հասկանում եմ, ես տենց եմ, որ մի քիչ ջղայնանում եմ կամ նյարդայնանում եմ, ճնշումս բարձրանում է, հիմա կանցնի։ Մամ, ինչ էիր գնացել օֆայտուն։ Ինչ ունեիր ասելու։ Ինչ ունեիր կիսելու հետը։ Ախր քո վիճակն էլ, օֆայի վիճակն էլ լավ չի, ձեզ չի կարելի անհանգստանալ, հուզվել։ Օֆայի վիճակը շատ ծանր է։ Ու հիմա ես մտածում եմ, որ բժիշկներն են ասել։ Չի ուզենա, որ իր հետ Ոնց տեսնում եմ, օֆայի համար ավելի շատ ես անհանգստանում։ Նոնա, Տեսնում ես, որ մաման իրան լավ չի զգում։ Ու այդ տեղերն ժամանակավոր ազդեցություն ունեն։ Իսկ հիմա դու եկել նստել ես ու օֆայի հուզական վիճակից ես խոսում։ կլինի չխառնվես։ Ես քեզ տուն կանչեցի, որ օգնես մամային, ոչ թե։ իսկ կլինի վերջացնեք ձեր այդ վեճը, կանի ճնշումս ամենավերջին սանդղակին չի հասել։ Մի նեղացրու նոնային, ես իրան հասկանում եմ։ Մամ, էլ չեմ դիմանում։ Էլ չեմ կարում։ Ռուբեն նոնան կինա, ու հիմա ինքը շատ դավաճանված ու մենակ զգում իրան։ Մենք բոլորս միշտ մեղադրել ենք նոնային, չենք հասկացել իրան, բայց այս ամբողջ թոհու բոհի մեջ, այս պատմության մեջ ամենաանմեղը նոնան դուրս եկավ, ամեն ինչ կորցրած ու տուժած։ Եթե ես իրեն քո կյանք չբերեի, գուցե ուրիշ կերպ դասավորվեր իր կյանքը, ավելի լավ, քան հիմա է։ Լավ ընտանիք կունենար երջանիկ, որին միշտ ձգտել է։ Մամ ջան, այդ ինչ եղել արդեն անցել է։ Այդ արդեն անցյալում է։ Ես հիմա ուզում եմ իմ սխալները հարթեմ։ Եթե ես չեմ կարողանում երջանկացնել նոնային, ուրեմն միգուցե բաց թողնեմ։ Բայց մի ասա, այն պահին, երբ Վահանը ես ուզում եմ քնել։ Մամ, ինչ ես նույն կերպ վարվում իմ հետ։ Ինչի չես թողնում, որ ես երջանիկ լինեմ։
Ինչ ես հետ պահում ինձ երջանկությունից։ Մամ ջան, ես գիտեմ, որ քո համար դժվար է։ Հնարավոր է, որ դու ավելի հեռուն ես տենում, ավելի լավ, քան ես։ Բայց թույլ տուր ես երջանիկ լինեմ։ Թույլ տուր ես իմ ճանապարհով գնամ։ Ես չեմ ուզում։ Ես չեմ ուզում, որ քո ընտանիքը քայլի տղես։ Չեմ ուզում։ Տարիներ առաջ էլ մտածեցիր, որ դու ինձանից լավ գիտես, թե ինձ ինչա պետք, մամ։ Տեսար ինչ եղավ։ Ու հիմա նույն բանն ես անում, մամ։ Եթե մինչև հիմա չես հասկացել քո սխալը, այդ շատ վատ է, մամ։ Շատ։ Մամային տանում ենք հիվանդանոց։ Չէ, քնել է ուզում։ Թող քնի։ Ես այսօր կխոսեմ բժշկի հետ, տեսնեմ ինչ է ասում։ Երևի դու էլ պետք է օֆայի մոտ չէ, գնաս իրան վատ ազգում։ Գնաս հասնես հանկարծ վատ չզգա իրեն։ Ես, գիտես, զարմանում եմ քո վրա։ Քեզ նույնիսկ այն փաստը չի ուզում, ու մամա այդ մասին չես անհանգստանում, որ այդ վիճակում է։ Մեղադրում էիր, որ ինչ, որ ավելի վատանա, հա։ Ես հիմա չեմ ուզում այդ թեմայով խոսեմ քո հետ, նոնա։ Ես զարմանում եմ, գիտես։ Զարմանում եմ քո վրա, Ռուբեն։ Այդ կինը քեզ ոնց է կարողացել այնպես փոխել, կամ այդ ինչ ազդեցություն է ունեցել քո վրա, որ դու քո մամայի մասին էլ չես մտածում։ Կլինի դու քեզ վերլուծություններ չանես։ Ես իմ մոր մասին մտածում եմ նրանց, ոնց որ պետք է, հավատա։ Լավ էլի, Ռուբեն։ Դու հիմա ուղղակի ֆիզիկապես ես տանը, բայց հոգեպես արդեն հասել ես Սոֆայի տուն։ Ու հիմա չգիտես, թե ինչ անես, որ տնից փախնես։ Ես այնքան հիասթափված եմ, որ նույնիսկ բառեր չեմ գտնում քեզ ասելու։ Երբեք մտքովս չեր անցնի, որ դու ընդունակ ես նման բանի։ Երբեք մտքովս չեր անցնի, որ քո ընտանիքը, ես, մամա, երեխեն քո համար կարող են երկրորդական լինել։ Բայց քո անցյալը քո համար երբեք երկրորդական չեղավ։ Դու արժե զրկեցիր մեզ, բայց անցյալում քո ապրածը երբեք դու չարժե զրկեցիր։ Քո համար ավելի կարևոր էր։ Ավելի կարևոր էր քեզ համար, քան 15 տարի, որ դու քո տղային կորցրել էիր։ Ես չեմ ուզում, որ դու հիմա համեմատականներ տանես Վահանի ու Օֆայի միջև։ Չեմ ուզում։ Ես էլ եմ մարդ։ Հասկացի։ Ես էլ եմ ուզում երջանիկ լինեմ։ Հասկացի։ Ժամանակին ես կորցրել եմ երջանկությունս։ Ու հիմա մեղադրվում եմ նրա համար, որ ման եմ գալիս, որ գտնեմ իմ երջանկությունը։ Քո կողմից եմ մեղադրվում։ Ինչի։ Ես էլ կարամ չէ երջանիկ լինեմ։ Ու դա չի նշանակում, որ ես չեմ կարողանում կարևորել այն, ինչ ունեմ, նոնա։ Ինչ ա եղել, ինչ ես քան շտապ կանչեցիր Արտակ։ Սոֆիա, մենք լուրջ խնդրի առաջ ենք կանգնել։ Այդ փաստաբանը մեզ հանգիստ չի տալիս։ Մարիան, Բայելով։ Իսկ դու էլ ոչ մի բան չես անում։
Այս իրավիճակը քեզ դուր է գալիս։ Բնականաբար դուր չի գալիս։ Ուղղակի ես քո պլաններից տեղյակ չեմ ու չեմ հասկանում ինչ ես այսքան վախեցած։ Այդ տղուն բաց են թողել, բայց շատ վատ է։ Ինչ տղա։ Դավիթին, որի դիմաց բողոք էին ներկայացրել ոստիկանություն։ Ու այդ ժամանակ հասկացա, որ ինքը կարևոր մարդ է Մարիայի համար։ Այսինքն անմեղեր որ բաց են թողել։ Հիմա այդ կարևոր չի։ Կարևորը այն էր, որ ոչ մի ապացույց չլիներ իր անմեղությունը ապացուցելու համար։ Ես մտածում էի, որ մենք ժամանակ կշահենք, բայց չստացվեց։ Բա ինչ ես պատրաստվում անել։ Սոֆիա, մենք պետք է շարունակենք այդ տղու միջոցով ճնշել Մարիային։ Եթե Մարիան դատը սկսեց, երեխուն կխլեն մեզնից։ Ու հիշի, եթե երեխուն խլեն մեզնից, մեր գնալ իմաստ չունի։ Մեզ այնտեղ ոչ աշխատանք կտան, ոչ էլ տուն։ Ու երեխան մեր գլխավոր զենքն է։ Ոնց ես։ Լավ եմ, նորմալ է ամեն ինչ։ Տրամադրություն չունես, հա, ոնց որ։ Ինչ անեմ, պարեմ։ Չէ, բարելու կարիք չկա, բայց հետո սկիզվի, հասկանամ ինչ ես մտածում։ Առաջ չէիր խոսում, ջղայնանում էի, ասում էի խոսա, շփվի։ Ինչ իմանա, որ հիմա երանի եմ տալու այդ ժամանակներին։ Ամեն դեպքում հիմա ինչքան էլ բաց են թողել, բայց գործը չի փակվել։ Հələ գնալու եմ, գամ։ Ինչ են ուզում քեզնից։ Իրանց թեման ես չեմ։ Ուզում եմ, որ Մարիան գործից հրաժարվի։ Ուզում են իմ միջոցով Մարիայի վրա ազդեն։ Տեսնում ես։ Անծանոթ մարդիկ էլ զգում են ձեր սերը։ Բացի այդ էլ Արտակը մտածում է, որ ես եմ իր մեքենան ջարդել։ Կամ էլ ինքն է ջարդել ուղղակի ին վրա է թեքում սլակները։ Իբր չլսեցի էլի, որ ասեցի ուրիշ մարդիկ էլ են զգում ձեր սերը։ Դու ամեն դեպքում Մարիայի հետ կապի մեջ եղի, որ ինչ որ խնդիրներ լինեն Ռուբենին ասես, ինքը չի ասի։ Քուրը տաղաբոլ ուշադիր եղի։ Իբր քեզ հետաքրքիր չի։ Խորհուրդ ես տալիս, որովհետև քուրս է։ Առանց այդ իբրի։ Հիմա մեզ պետք է որ այդ տղեն էլի խնդիրների մեջ ընկնի, ու մենք ժամանակ շահենք, որ Մարիայի ուշադրությունը շեղվի։ Չեմ հասկանում ինչի Մարիայի դեմ հենց չենք գործում։ Դու խելքը թրծրել ես, եթե Մարիայի դեմ ինչ-որ մի բան անենք, մեզ մի վայրկյանում ազատությունից կզրկեն։ Դու գիտես իր հերը ով է։ Հա, ոստիկանը։ Ոչ միայն ոստիկանը, շատ կարևոր մարդ է, ու մենք չենք կարա իր դեմ ինչ-որ մի բան անենք։ Այդ Դավիթի դեպքում կարող ենք, որտեղ ոչ մեկ մեզ չի կասկածի։ Իսկ ինչ ես պատրաստվում անել։ Դեռ չգիտեմ, բայց հաստատ գիտեմ, որ Մարիան խաղում է կրակի հետ։ Այդ տղուն մի ձև կվնասենք ու ժամանակ կշահենք։ Այդ ընթացքում դու թղթերը կհավաքես երեխու քո, որ ժամանակ չկորցնենք։ Ու հիշի, ինչ անում եմ մեր համար եմ անում, ու մեր երազանքների։ Ու մեր երազանքները երեխու ձեռքերում է։ Մարիա, ինչ ա եղել։ Ոչ մի բան։ Տատիկը իրան շատ վատ ազգում ու դու իրա կողքը չես։ Դու քեզ նման չես։ Ճիշտ է, վաղուց մենք իրար հետ լավ հարաբերություններ չենք ունեցել։ Բայց մեր մեջի սառույցը արդեն վաղուց վերացել է։ Մենք իրար հետ զրուցում ենք, կիսվում ենք։ Ես երկար տարիներ մենակ ես մասին եմ երազել։ Նույնիսկ շատ դեպքերում մամայիս եմ մեղադրել քո համար։ Իսկ հիմա ինչ-որ բան է փոխվել։ Ես շատ բաներ չգիտեի։ Լսել էի, տեղյակ էի, բայց չգիտեի ոնց է եղել ու ոնց կա։ Ես այսօր գնացել էի մորս հանդիպելու։ Ու պապան մամայի մոտ էր։
Մամ, դուռը բաց էր։ Պապան ինձ չնկատեց, բայց ես իրենց խոսակցությունը լսեցի։ Այ հիմա ես քեզ հասկանում եմ։ Ինչ լավ է, որ գոնե դու ես հասկանում։ Որովհետև ես ոչ մի բան չեմ հասկանում։ Ես չեմ հասկանում, ոնց կարող էր իմ տատիկը այդ քայլին գնալ։ Այն տատիկը, որ ինձ սովորեցրել է ազնվություն, բարություն, ով սովորեցրել է, որ պետք է օգնեմ այն մարդկանց, ովքեր դրա կարիք ունեն։ Ու պարզում է, որ այդ նույն իմ տատիկը ատելա մի աղջկա մենակ նրա համար, որ ծնողներ չունի։ Ու խաչ է քաշել այդ աղջկա ճակատագրի վրա։ Այդ մեկը չեմ հասկանում։ Բայց դու ամեն դեպքում գնա իր մոտ։ Ինքը քեզ սպասում է։ Ալո, Դավիթ ջան, բարև։ Ոնց ես։ լավ, շնորհակալ եմ, դուք։ Լավ, շնորհակալ եմ։ Մենք կարող ենք այսօր հանդիպել։ Ինչ որ բան ա եղել։ Դե քո գործի հետ կապված մի քանի ճշտումներ կա անելու։ Եթե քեզ վատ ես զգում, ես կարամ մոտենամ։ Չէ, դուք առանցդ էլ իմ համար շատ մեծ բան եք արել, ես իրոք շատ շնորհակալ եմ։ Ասեք ուր ես կգամ։ Իսկ դու հաստատ քեզ լավ ես զգում։ Հա, արդեն լավ եմ։ Դե ուրեմն ես աշխատավայրում եմ, կարաս կես ժամից մոտենաս։ Շատ լավ։ Պապ, ոնց ես։ Դժվար հարց ես տալիս, բալես։ Իսկ ես չեմ ուզում քո տրամադրությունը գցել։ Պապ, դու այնքան նման չես քեզ։ Ու ես այնքան եմ ուզում էլի իմ հին պապային տեսնեմ նորից։ Քո աղբերը շանս չի թողել, բալես։ Հասկանում եմ, պապ։ Ես էլ եմ ինձ վազգում, որ Ռաֆի պատճառով Դավիթն է պատասխան տալիս։ Էլ Դավիթին չեն անհանգստացնի, բալես։ Էլ բաժին չեն տանի։ Հանգիստ եղի։ Լուրջ ես ասում, պապ։ Էդ ոնց։ Հա, ես չի կարա ձեռքերս ծալած նստել, տեսնել թե ոնց են։ Ուրիշին տարել փակել իմ տղու պատճառով։ Ես չի կարա ինձ այդ թույլ տալ։ Ինչի իրա ծնողը ծնող չի, հա։ Ինչ էլ ուզում ա լինի, ուզում ա վատ ծնող լինի, հավատա ինքը ցավ ազգում իր երեխու համար։ Ու մի բան լավ իմացիր, արյունը երբեք ջուր չի դառնա, բալես։ Պապ ջան, շատ շնորհակալ եմ, որ օգնել ես Դավիթին։ Ես ուրիշ կերպ չէի կարա վարվել, բալես։ Ես ինձ սենց ավելի հանգիստ եմ զգում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ռուբենը տեղում չի։ Դուք հավանաբար Դավիթն եք։ Հա, ես եմ։ Պարոն Դավթյանը ձեր մասին տեղեկացրել էր։ Ասաց, որ իր սենյակում սպասեք, ինքը կգա։ Ուղղակի շտապ գործեր առաջացե, հանգիստ կարող եք սպասել։ Լավ, շնորհակալ եմ։ Պաստորն հերս է, հա, օգնադրան։
Պապ, դու այստեղ ինչ ես անում։ Ինձ պապատա կանչել։ Բայց եթե դու ստեղ ինչ-որ գործ ունես, կարամ դրսում սպասեմ։ Չէ, նորմալ է։ Ես էլ եմ եկել, որ պապային տեսնեմ։ Դավիթ, կարիք չկա, որ դու գնաս։ Ես չեմ պատրաստում ոչ մի բան խոսել ու ոչ մի բան հետ բերել։ Դու քո որոշումը կայացրել ես։ Իսկ ես ընդունում ու հասկանում եմ քեզ։ Ու պետք չի ավելորդ քայլեր անել, անիմաստ է։ Մենք երկուսս էլ մեծ մարդիկ ենք ու պետք է մեծ մարդու նման ընդունենք ու տանենք մեր որոշումները։ Այնպես որ կարող ենք երկուսով սպասել պապային։ Որովհետև արհամարել ու չբարևել այդ երեխու պահվածքա։ Իսկ մենք գոնե պետքա որպես մարդ հարգենք իրար։ Լավ է, որ այդքան բանը հասկանում ես։ Պապ, փաստորեն դու ես, հա, օգնել այդ լակոտին։ Դու ես տենց արել, որ բաժնից դուրս գա։ Հələ մի հատ հանգիստ խոսա, անկերոջը թե չես խոսում։ Ես ուզում եմ հասկանամ ինչ ես, դու իմ դեմ քայլեր անում անընդհատ։ Էդ հələ ես եմ, հա քո դեմ քայլեր անում։ Խնդրում եմ, ցածր խոսեք, էլի Աշոտ, Ռաֆ, ամոթա։ Պապ, դու ինձ երբեք չես օգնում, երբեք։ Դու ինձ մենակ վնասում ես։ Ես ամեն ինչ անում եմ, որ Մարիային հասնեմ ու դու մենակ փչացնում ես ամեն ինչ։ Ես ուզում եմ հասկանամ, երբ անից այդ Դավիթը դարավ քո բարեկամը, իսկ ես թշնամիդ։ Ձենդ իջացրու լակոտ։ Այս միշտ էլ քո աչքերում լակոտ եմ, չէ՞ եղել, պապ։ Միշտ ինձ համեմատել ես ուրիշների հետ, փորձել ես նենց անես, որ քո ընկերների տղերքի նման դառնամ, բայց չի ստացվել քո մոտ, որովհետև ես ուրիշ տեսակ ունեմ։ Բայց ստոր սրիկա տեսակ ունես։ Տեղյակ էիր գոնե։ Ասա ինչ ուզում ես, պապ, արդեն իմ համար միևնույն է։ Եթե իմ հարազատ հերը կարա իմ դեմ ինչ-որ քայլեր անի, ուրեմն կներես, բայց քո պահանջները էլ իմ համար նշանակություն չունեն։ Լնայ է։ Հետը շանտաժի լեզվով է խոսում։ Աշոտ ջան, գոնե դու քեզ զսպի, հանգստացի։ Ես ամեն ինչ անում եմ, որ իմ սիրած աղջկան հասնեմ, պապ, բայց դու ինձ տենց էլ չհասկացար։ Լսի սիրած աղջկան հասնելու համար մարդ չպետք է այսքան ստորանա, այսքան իջնի։ Քեզ գնահատի գոնե, քեզ տղու պես պահի։ Մարդ տարիներով անում է, իր անունն է ստեղծում, դու մի քայլով ամեն ինչ փոսն ես գցում։ Էտա հա ձևը։ Բայց դու քեզ էժան խաղալիքի պես ես պահում, ընկել ես հետևից։ Ու ճիշտ է անում Մարիան, որ քեզ չի նկատում։ Աշոտ, լավ էլի, Աշոտ։ Ես այսօրվանից կհամարեմ, որ նոր թշնամի ունեմ։ Որովհետև իմ թշնամուն օգնողը դժվար թե իմ լավը կամենա։ Ես գնում եմ այս տնից, որովհետև իմ ստեղ մնալը հաստատ ինչ-որ վատ բանի է բերելու, իսկ ես դա չեմ ուզում։ Շատ հանգիստ կարաս գնաս։ Ես էլ տղա չունեմ։ Էս ինչ եք անում։ Ոնց, Ռաֆ, Աշոտ, էս ինչ եք բերում իմ գլխին։ Ռաֆ, մի րոպե։ Ինչ է նշանակում, որ դու տնից գնում ես։ Մամա, մի կողմ կգնաս։ Ոչ մի տեղ էլ չեմ գնա, ես կխելագարվեմ, դու ինձ մենակ ես թողնում։ Մամ, դու չլսեցիր պապան ինչ ասեց։ Ասեց, որ այսօրվանից էլ տղա չունի։ Հիմա ես որպես ինչ կամով եմ մնում այս տանը։ Մի րոպե, Ռաֆ, դու էլ անմեղ գարչ ես, չէ՞։ Դե հիմա մարդեր մի բան ասես, դրա համար պիտի թողնես գնաս։ Մամ, հիմա ինչ էլ ասես կամ ինչ էլ անես, մեկա, բան չի փոխվելու, ես գնալու եմ։ Բալես գոնե մամային խղճակ գոնե իմ համար։ Խնդրում եմ, Ռաֆ, մի գնա էլի։ Մամ ջան, կներես, բայց ես չեմ պատրաստվում իմ ինքնասիրությունը կորցնել։ Աստված ջան։ Ստեղ մոտիկ հոգեբուժարան կա։
Շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Ես ուզում եմ վստահ լինել, որ ինձնից հետո քո կյանքում ամեն ինչ հարթ է գնում։ Չեմ ուզում մտածել, որ ես ինչ-որ վատ ազդեցություն եմ ունեցել քո կյանքի վրա, ու դու իմ պատճառով քեզ վատ ես զգում։ Ինչի քեզ հետ հետաքրքիր է։ Դու չէիր ասում, որ իմ հետ կապված քեզ ոչ մի բան հետաքրքիր չի։ Ինչքան էլ քեզնից հիասթափված լինեմ, մեկը որպես մարդ չեմ կարող հանգիստ լինել։ Ես գիտեմ, որ քո կյանքում մարդ կա։ Գիտեմ, որ ինձնից հետո մենակ չես։ Բայց հիշողությունը նենց բան է, որ չես կարող ասես, երբ կհայտնվի, ու մարդուն ինչ քայլի կդրթի։ Դրա համար եմ հարցնում։ Այսինքն այն, Մարիա, որ ես չեմ ուզում իմ ու քո մեջ եղած հիշողությունները ազդեն քո ու Ռաֆի հարաբերությունների վրա։ Ես չեմ ուզում, որ դու կասկածես, որ սխալ ընտրություն ես արել։ Ինչ էլ եղած լինի, թեկուզ ես տուժած լինեմ, մեկը չեմ ուզում, որ դու կասկածես քո ներկայի վրա։ Այդ շատ վատ բան է։ Մարդը երբ սկսում է կասկածել իր ներկայի վրա, երբ սկսում է մտածել, որ ինչ-որ միտեղ սխալվել է, չի կարողանում հանգիստ ապրել, չի կարողանում վայելել կյանքը։ Դրա համար չեմ ուզում, որ դու կասկածես քո ներկայի վրա, ու ուզում եմ վստահ լինել, որ քո կյանքում ամեն ինչ լավ է։ Ճիշտ ես։ Շատ ճիշտ ես ասում։ Չնայած դու միշտ ես ճիշտ ասում, բայց մենակ քո համար։ Մենակ քո։ Արածը քո դուրն եկավ Աշոտ, չտեսար ինչ վիճակում գնաց։ Լսի Երիկա գլխից լոլո կարտաս։ Հիմա հանգիստ ես, չէ՞ որ երեխեն տանը չի, հանգիստ ես, չէ՞։ Ալա ես ուզում եմ տղետ մարդ դառնա։ Ու եթե ես ամեն ինչի համար նման գին պետքա վճարեմ, ես պատրաստ եմ։ Իսկ ես պատրաստ չեմ, Աշոտ ջան, ես ընդհանրապես պատրաստ չեմ։ Ես չեմ ուզում իմ երեխուն կորցնեմ։ Հեշտ է ասել ու գնալ։ Բոլորդ էլ գնաց եք, ես մենակ կապրեմ ես տան մեջ։ Մարիա։ Ինչ, էլի բանն ես ասելու խոսքդ կիսատ մնաց։ Հա, ունեմ։